ոնց հասկացա ձեր ակնարկը ինձ էր վերաբերում, ասեմ, իմ ընտանիքին, իմ բնակարանին հեծը ոչ նախկինում, ոչ հիմա հավելագրում չի արել։ Ամոթ կլիներ մի 2000 դրամի ինչ-որ տենց հավելագրումներ պլյուս մինուսներ, նորից եմ բանանում, ինձ ակնարկ մի արեք, այս մեկը։ Երեք հակակոռուպցիոն կոմիտեն 5 թե 6 խիստ վտանգավոր հանցագործի ձերբակալեց, որոնցից 3-ը նախկին պաշտոնյաներ էին Արման Սահակյանը, Արտեմ Ասատրյանը եւ Դավթյան Հայկը, հետո մի քանի ժամ հարցաքննելուց հետո ըստ մամուլի փողերը վերցրեց եւ բաց թողեց, հիմա այդ վտանգավոր հանցագործները դուրսն են։ Այս կոնտեքստում ես հիշեցի նախկին սրբերից մի երկուսի անունները, օրինակ Բուլկի Արամ անունով նախարար կար, Արամ Հարությունյանը։ Այդ մարդը ձեր օրոք շատ բարեհաջող ձևով երկից թռավ, ու հիմա ոչ ոք չգիտի այդ մարդու տեղը, ոչ ոք չի հիշում այդ մարդու մասին, քաղաքական հայտարարություններ չեն արվում։ Նույնը Գագիկ Խաչատրյանը, որ 4 աշխատավարձով միլիարդատեր էր դարձել, ինքը էլ բարեհաջող թռավ, հետո հետ եկավ, հիմա նրա ընտանիքի անդամները բարեհաջող բիզնեսներ են անում, դուք էլ գնում եք լենտ եք կտրում բան։ Այդ մարդկանց մասին ոչ մի չի հիշվում, բայց փոխարենը այլ նախկին սրբերի մասին է հիշվում։ Կարող է դա նրանից է, որ քաղաքական հայտ չեն ներկայացրել, ընդդիմադիր բաներ հայտարարություններ չեն անում, դրա համար դուք չեք հիշում, սա իմիջիալոց մի դրական բան եմ ուզում, տենդենս եմ ուզում արձանագրել ձեր վիդեոներում, վերջերս ձեր նայում եմ այդ ձեր վիդեոները առավոտյան, հատկապես որ հեգնում եք այդ ուժեղներին բանին, հələ ջիմ արաբան, մի տեսակ հետաքրքիր յուրահատուկ սարկազմ է նկատվում ձեր մոտ, որը ինձ էլ է տպավորել, որոշել եմ ես էլ այդ ոճով ձեզ հարց է տալ, հուսով եմ դեմ չեք։ Տեսեք, դուք անընդհատ չնայած նրան, որ դուք մեզ սպառնում եք, չգիտեմ, էլ պատերազմով, էլ ծնոտդ կոտրվի, էլ չգիտեմ ինչ կլինի, անգործ կմնաք, ժողովրդին եք սպառում տարբեր բաներով, դուք ինքներդ հսկայական թիկնազորով եք շրջում, որոնց որոշ անդամներ օրինակ եկեղեցում տալիս են 2 րոպե ունեմ, 10 տարեկան երեխայի ծնոտ են, չգիտեմ, ջարդում, չնայած լավ թիկնապաներ ունեք իդեմս օրինակ ձեր լյովի եւ այլն, այդքանով հանդերձ մենք ձեզանից չենք վախենում։ Փոխարենը դուք ուզում եք, որ մենք վախենանք օրինակ Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, Գագիկ Ծառուկյանից, ինչ է մեզ երեքի անունը տալիս, որտեղ այդ երեքին դուք տես փաթեթով սարքել եք վերջերս ձեր տեսանյութերից մեկում բան եռագլուխ հրեշ ու ասում եք, որ այ եթե ինձ չընտրեք, այս մարդիկ են գալու, այդ հրեշները ձեզ չգիտեմ ինչ են անելու։ Ուզում եմ հասկանալ Ռոբերտ Քոչարյանի ինչից պիտի մենք վախենանք։ Դուք անձամբ վախենում եք Ռոբերտ Քոչարյանից։ Եթե վախենում եք, ես չգիտեմ, շփվել եք իր հետ, թե չէ, ես որպես իր հետ շփված մարդ անկեղծ կարող եմ ասել, հեչ վախենալու չի։ Էլի ձեր ոճով ասեմ, դուխով, եղբայր, դուխով։ Իրանից վախենալ պետք չի, բայց խնդրում եմ իրանով մեզ էլ մի վախեցրեք։ 18 թվին Սերժի Մերժեցիք, տեսանք ինչ եղավ, դուք ընտրվեցիք, 21 թվականի Քոչարյանով վախեցրիք, էլի ինքը եկավ դուք ընտրվեցիք, հիմա էլի ուզում եք Քոչարյանով վախեցնել։ Ինչի համար եք ուզում Քոչարյանով մեզ վախեցնել։ Կամ այն խեղճ Սահակյանին ինչի եք բերել մեջ մտցրել, սարքել եռագլուխ։ Իրանք ինչով են վախենալու, ինչով են ավելի վախենալու, քան Արման Թաթոյանը, Սուրեն Պետրոսյանը, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյանը, էլ ինչ-որ մարդիկ, ՀԱԿ-ը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր վերությունից։ Ընդհանրապես որևէ մեկին ժողովրդին առավել եւս վախեցնելը դա անհետեցություն է, որովհետեւ եթե վախենալ որևէ մեկից պետք է, որպես ահարկու ուժի, դա ժողովուրդն է, ուրիշ որևէ մեկից վախենալու անհրաժեշտություն որևէ մեկը չունի, որովհետև Հայաստանում ժողովուրդը իշխանության բարձրագույն կրող է եւ աղբյուր է եւ կարող է կայացնել ցանկացած որոշումներ։ Հետեւաբար վախեցնել ժողովրդին դա կներեք ոչ ճիշտ ձևակերպում է, որովհետև ժողովուրդը գերագույն ուժ է, գերագույն իշխանություն է, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է եւ ես չեմ կարող նույնիսկ մտքովս անցնի, որ ես ժողովրդին վախեցնեմ։ Էսա պատճառը, որ մենք նաեւ ժողովրդին փորձում ենք հաշվետու լինել մեր արածների, մեր չարածների մասին եւ հաղորդակցության մեջ լինել։ Ինչ վերաբերվում է ձեզ այդ հաղորդակցությանը, ես հաղորդակցում եմ երբևէ գուցե ազատ ոճով, երբեմն գուցե ստեղծագործաբար, երբեմն գուցե պատկերավոր, երբեմն գուցե էմոցիոնալ, բայց ես չեմ հիշում, որ ես ձեզ սպառնացած լինեմ ծնոտ ջարդելով, ես ընդհակառակը հիշատակել եմ այն դեպքը, որի մասին դուք ինքներդ եք պատմել, ես այդտեղ ներկա չեմ եղել, կներեք, ես նկատում եմ, որը մեկին սպառնալու ընդհանրապես միտում եւ մտադրություն չունեմ։ Ինչ վերաբերում այդ վախենում ես, չես վախենում, այդ բան անիմաստ խոսակցություն է։
Ինչ վերաբերվում է պետական պահպանության ծառայությանը, պետական պահպանության ծառայությունը ինստիտուտ է, որը աշխատում է իր գործառույթները իրականացնելու ուղղությամբ եւ պետք է աշխատի իր գործառույթները իրականացնելու ուղղությամբ։ Ձեր մյուս հարցերին, ձեր նշած բոլոր անձանց վերաբերյալ կան իրավական գործընթացներ։ Մի մասը գտնվում են հետախուզման մեջ, մի մասը ինչքան գիտեմ խափանման միջոց կա ընտրված, մի մասով ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներ են տեղի ունենում, ոչ ոք չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվել։ Իսկ ով ասում ընդդիմադիր չեն։ Դե բա որ չգիտենք ուրա ինչա, ինչ իմանանք ընդդիմադիր է, բա ինչ գիտեք ընդդիմադիր չի, եթե չգիտեք ուրա։ Գիտեք, օրինակ, Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ տեղի է ունեցել հետսում մի շատ տարօրինակ ճակերտավոր պատահականություն։ 2000 չեմ հիշում ճիշտն ասած, 24 կամ 23 թվին նախորդող վճարումների ամբողջ հաշվեկշիռը անհետացել է։ Պատկերացնում եք, անհետացել է։ Այսինքն, եթե հիմա որևէ մեկը փորձի հետ գնալ եւ պարզել 2 տարի առաջ քաղաքացուց գանձված էլեկտրաէներգիայի գումարը ճիշտ է հաշվարկվել թե չէ, ավելա գանձվել թե չէ, այդ ինֆորմացիան անհետացել է հեծից ձեր նշած անձանց կառավարման ներքո։ Ինչի անհետացել։ Կարա պատահական կամ այդ ինչ ընկերություն է, այդ ինչ կառավարում է, որ ամբողջ բազան անհետանում է։ Դուք չգիտեք, դուք չեք կարող ասել, դուք ճիշտ է տենց բան պնդում եք, որ ձեր վրա ոչ մի հավելագրում չի, դուք չեք կարող դա ասել։ Դուք չեք կարող դա ասել, որովհետև օրինակ 2022 թվականի ձեր վճարումների բազան անհետացել է։ Չկա, գոյություն չունի։ Ոչ մեկ չի կարող, նույնիսկ փորձաքննությունը չի կարող ասել ձեզ ավել գրել են թե չէ։ Այնպես որ ինչպես ասում է, տենց ուվերենի մի ասեք։